շատ լուրջ վիդեո էի ուզում նկարել ճիշտն ասած, հետո ասեցի հեսա կոմենտներում գրելու են ինչի չի հարթուկած, բայց դե ջանդամ լինի։ Էլը բան եմ նկատել, մեր ժամանակ, չնայած ինչքան էլ որ չուզեք երիտասարդ եմ, բայց կար մեր ժամանակ ընթացք, այդքան տաղանդավոր եւ շնորհալի բառերը չէր օգտագործվում։ Հիմա այս մի քանի ամիսը տենց խորապես բոլոր հայկական նախագծերն եմ նայում, իմ անց կարելի ասել, թե նորերին որ չեմ ճանաչում, բայց շատ լավերը կան, թե հներին, որոնց շատ լավ ճանաչում եմ, իրենք էլ ինձ Էդ ինչ մի փառահեղ բառապաշարներ եք մոռացել եք, ամեն մի, ասենք, մարդը, ասենք, երգիչ կամ երգչուհի է, նորմալ է, որ ինքը պետք է շատ լավ երգի, բայց տաղանդավոր փառահեղ բառը մի քիչ գործած է, կիսեր ասում։ Որ սենց մտածում եմ, բայն տաղանդավորներն ինչ ասեն, որ տես ծնվել են։ Շատ եք աստվածացնում, ոնց որ վախ լինի մարդկանց մոտ, որ վատը չասենք, հանկարծ սոցցանցերով մեզ խայտարակ չանեն։ Ընդհակառակ այս ազատ խոսքի դարաշրջանում ինչն է ձեզ խանգարում ռեալ նայելու, ու նենց չի, որ ախր մենակ սուբյեկտիվ կարծիքիս մասին չի խոսքը, էլի, մեկ-մեկ կողքից էլ նայեք տաղանդավոր, նրա նման տաղանդ, նրա նման շնորհալին, օքեյ, մարդը շնորհք ունի, որը զարգացրել է սովորելու ընթացքում, տաղանդավոր, աղանդի նման բան է դառնում դա, շատ, չգիտեմ, լարում մտցրեց, նույնիսկ մի հատ շոու ծրագիր էր, կիսատ նայեցի, հետև այդ բառը ենքան լսեցի ինձ թվաց բոլորս անշնորհք ինչ